Միայն այս խոսքի մեջ կա ապահովություն, ժողովուրդ։ Միայն այս խոսքի մեջ է պաշտպանությունը։ Երբ որ դու հնազանդվես այս խոսքին, երբ որ դու ապրես այս խոսքով, երբ որ դու մեկանաս այս խոսքի հետ, երբ որ դու ճանաչես այս խոսքը քեզ կազատի։ Հիսուս ասում էր կճանաչեք ճշմարտությունը, ճշմարտությունը ձեզ կազատի։ Հավատացյալ մարդը պետք է ճշմարտությունը ճանաչի, որը Հիսուսն է, որը, գիտեք, Հիսուս ասում էր ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Հավատացյալ մարդը պետք է ճշմարտության հոգուն ճանաչի, գիտեք, Սուրբ Հոգին է, որ ասում է ճշմարտության հոգին, որ ձեզ ամեն բան կսովորացնի եւ կհիշեցնի իմ ասածները։ Սուրբ Հոգու գործառույթը գիտեք որն է։ Սուրբ Հոգու գործառույթը, որ մեզ սովորեցնի Աստծո խոսքը, հիշացնի Աստծո խոսքը, բացի Աստծո խոսքը։ Դա համար երբ որ կարդում ես Աստծո խոսքը, միշտ հարցրա Սուրբ Հոգուն, որ Տեր բաց ինձ քո խոսքը, որտեվ միայն առանց Սուրբ Հոգու այս խոսքը չես հասկանա։ Դու կարիք ունես Սուրբ Հոգու եւ Աստծո խոսքի։ Իրանք իրարից բաժան չեն, իրանք իրար հետ են, մեկ են։ Հավատացյալների ձախողումը կայանում է երբեմն նրանում, ժողովուրդ ջան, որ իրանք բաժանել են այս երկուսին։ Աստծո խոսքը եւ Սուրբ Հոգու։ Իրանք մեկ են, իրանք միասին են գործում։ Հավատացյալը լավ պետք է իմանա Սուրբ Հոգի անձնավորությունը եւ լավ պետք է իմանա Աստծո խոսքը, որ կարողանա ինքը անսասան լինի, իր վարդապետությունը պետք է ամուր լինի։